ովքեր ունեն իրենց Աստվածաշունչը, բացեք ձեր Աստվածաշունչը, ձեր գրքերը, որ հետևեք ինձ միասին այսօր հետևենք խոսքին, այն խոսքը, որ Աստված իմ սրտում դրել է, որ ես խոսեմ ձեզ հետ։ Սիրելիներս, խոսքի վերնագիրը տարօրինակ է, մի քիչ անսովոր է, միշտ չի տենց խոսքի վերնագիր լինում իմ մոտ, բայց ես երեք մի խոսք բացեցի ու կարդացի, այդ խոսքը իմ մեջ տպավորվեց, կոչվում է Բաղամի էշը։ Բաղամի էշը։ Գրեք ձեր մոտ, սիրելի ծառայողներ, եւ Բաղամի էշի մասին կխոսակ ձեր տնայի եկեղեցիներում։ Ահարոնի ծիծաղումը կթիտակ։ Լավ, շարունակենք առաջ, կարդանք Թվոց 22:7։ Բացեք ու կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ Մովաբի ծերերը եւ Մադիամի ծերերը գնացին իրենց հմայության վարձքերը, իրենց ձեռքերներ եւ եկան Բաղամի մոտ ու Բաղակի խոսքերը, Բաղակը թագավորն էր, Մովաբացիների թագավորն էր։ Եկան Բաղամի մոտ ու Բաղակի խոսքերը ասեցին նրան, եւ նա ասեց նրանց. այս գիշեր այստեղ մնացեք եւ ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը ինձ հետ խոսի, այդպես կլինի։ Եվ Մովաբի իշխանները Բաղամի մոտ մնացին, եւ Աստված Բաղամի մոտ եկավ եւ ասեց. ով են այդ մարդիկ քեզ մոտ եկած։ Եվ Բաղամն ասեց Աստծուն. Մովաբի թագավորն է, Սեփորյան Բաղակն է ուղարկել ինձ մոտ, թե ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է, այսինքն ով էր Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը։ Իսրայելի ժողովուրդը այնքան շատ են եկել են այս մարդկանց երկրի մոտ, այս մարդու թագավորն էլ վախենում, ասում է այնքան շատ են այս Իսրայել ժողովուրդը։ Ես սրանցից վախենում եմ։ Եկել են երկրի երեսը ծածկել է։ Հիմա եկել են անիծիր նրան ինձ համար, գուցե կարող լինեմ նրան հաղթել եւ նրան դուրս անել մեր տարածքից։ Եվ Աստված ասեց Բաղամին. դրանց հետ չգնաս, ժողովրդին չանիծես, որովհետև նա օրհնված ժողովուրդ է։ Ես ուզում եմ մի պահ հասկանաք, որ Իսրայել ժողովուրդը ոչ միայն հրյա ժողովուրդն է, այլ նաև ովքեր են, ով կարա ասի, ով է Իսրայել, նոր Իսրայել ժողովուրդը։ Ռաֆիկ եղբայրն է։ Եվրեյ, հա, Իսրայել։ Մենք ենք, այո, մենք ենք Իսրայել ժողովուրդը, եւ Տերն ասում է. ոչ մի անեծք թույլ չեմ տա, որ անիծի Իսրայել քեզ եւ ինձ։ Տես Բաղակին ասում է, չգնաս նրանց հետ ու չանիծես, որովհետեւ այն օրերում, հա, այդ ժողովրդի, որովհետեւ նա օրհնված ժողովուրդ է։ Եվ Բաղամն առավոտյան վեր կացավ եւ ասեց Բաղակի իշխաններին. գնացեք ձեր երկիրը, որովհետեւ Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնամ։ Եվ Մովաբի իշխանները վեր կացան եւ Բաղամի մոտ եկան եւ ասեցին. Բաղամը ուզում է քեզ հետ գալ։ Եվ Բաղակը դարձյալ նորից ավելի շատ եւ ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց եւ նրանք Բաղամի մոտ եկան եւ ասեցին նրան. Սեփորի որդի Բաղակը այսպես է խնդրում է քեզ, աղաչում է քեզ, որ դու գաս եւ անիծես։ Դե մի քիչ արագ եմ կարդում, որովհետեւ քեզ շատ պատիվ կտա քեզ։ Եվ ամեն ինչ որ ասես, ինձ կանեմ, աղաչում եմ, անիծիր այդ ժողովրդին ինձ համար։ Պատկերացնում ես, երկրորդ անգամ ասում է ավելի հարստություն կտամ, կաշառք կտամ, փող կտամ, ինչ ուզում ես կտամ, արի անիծի այս ժողովրդին։ Եվ Բաղամը պատասխանեց եւ ասեց Բաղակի ծառաներին. եթե Բաղակն իր տունը լիքը ինձ արծաթ ոսկի տա, իմ Եհովա Աստծո խոսքը չեմ կարող անցնել, մի փոքր կամ մի փոքր բան չեմ կարող անցնել։ Եվ հիմա աղաչում եմ, այս գիշեր դուք էլ այստեղ մնացեք, որ գիտենամ, թե Եհովան ուրիշ ինչ պիտի ասի ինձ, մի օր էլ մնացեք այստեղ։ Եվ Աստված գիշերը Բաղակի մոտ եկավ եւ ասեց նրանց. եթե մարդիկ քեզ կանչելու գան, վեր կաց նրանց հետ գնա, բայց ինչ որ քեզ խոսեմ, միայն այն կասես։ Այսինքն ինչ ես կասեմ, այդ կասես։ Եվ Բաղամն առավոտից վեր կացավ եւ իր էշը համետեց
դրավ եւ Մովաբի իշխանների հետ գնաց եւ գնալու համար Աստծո բարկությունը բորբոքվեց։ Եհովայի հրեշտակը ճանապարհին կանգնեց նրան հակառակելու համար։ Աստծո բորբոքվեց Աստծո բարկությունը Բաղամի վրա եւ ասեց կանգնեցնեմ նրա գնացքը։ Եվ գնաց Աստծո բարկությունը եւ Եհովայի հրեշտակը ճանապարհին վեր կանգնեց նրա հակառակելու համար եւ նա իր էշի վրա հեծած երկու ծառաների հետ գնում էր եւ էշը տեսավ Եհովայի հրեշտակին, որ ճանապարհին կանգնած է եւ իր սուրը հանած է ձեռքին եւ էշը ճանապարհից ծռվեց գնաց արտը եւ բաղակը իր էշին ծեծեց, որ նրա ճանապարհը դարձնե Եվ Եհովայի հրեշտակը այգիների նեղ ճանապարհումը կանգնեց, այնպես որ մեկ կողմը պատ էր, մյուս կողմը պատ էր, եւ երբ որ էշը Եհովայի հրեշտակին տեսավ, այն պատի մոտ քաշվեցավ եւ Բաղամի ոտքը պատի մոտ ճզմեց, եւ նա դարձյալ ծեծեց նրան։ Եվ Եհովայի հրեշտակը դարձյալ արագ գնաց եւ մի նեղ տեղ կանգնեց, ուր աջ կամ ձախ կողմ խոտորվելու ճանապարհ չկա, այսինքն մի հատ տուպիկ տեղ։ Այս մարդուն բերեց մտցրեց մի հատ տուպիկ։ Սիրելիս, մեր կյանքում ըլնում է այսպես մի հատ տուպիկներ։ Մեր էշը մեզ տանում է մի հատ տուպիկ տեղ։ Լսել եք, ասում եմ, չեմ ասում էլի իրա ինչն ա քշում, իրա էշն ա քշում, այդ որ ասում են էշն ա քշում, այդ ոչ մի տեղից վերցրած չի, այդ այս տեղից ա վերցրած։ Ոչ մի ճանապարհ ու ոչ մի տեղ չկար, եւ երբ որ էշը Եհովայի հրեշտակին տեսավ, Բաղամի տակին նստեց, պարկեց գետնին, այսինքն չոքեց, եւ Բաղամի բարկությունը բորբոքվեց եւ նա գավազանով էշին ծեծեց։ Էլի ծեծում է, որ իր էշը իր ուզած ճանապարհով գնա, հասկանում եք։ Մենք էլ ենք տեցել մի հատ հələ տեսեք, մեր կյանքերում ըլնում է, որ դու գիտես մի թարս բան ես անում, կողքից գալիս են ասում են մի արա այ մարդ, էլի թարս բան, պապաս ինձ 3 անգամ եկավ, ասեց ես այդ բենզինի հետ այդ գործով ասեց 3 անգամ, մի անգամ էլ չէ։ Ես ինչ էի անում, էլի իմ էշը ծեծում էի։ Եվ Եհովան էշի բերանը բացեց, եւ նա Բաղամին ասեց. Ես չեմ արել քեզ ոչ մի այսպիսի բան, որ դու ինձ 3 անգամ ծեծեցիր։ Եվ Բաղամը ասեց էշին, այս ամենահետաքրքիր մոմենտն է, որ Բաղամը էշի հետ խոսում է։ Բաղամը ասեց էշին, ինձ ծաղր անելու համար ձեռ ես առնում ինձ ասում եմ։ Երանի թե ձեռքիցս սուր լիներ, ես քեզ կմորթեի այստեղ։ Եվ էշը ասեց Բաղամին, երկրորդ անգամ էշը ասում է Բաղամին, լսեք։ Ես այն քո էշն եմ, որի վրա հեծնում էիր, վաղուց մինչև այսօր, միթե իմ սովորությունն էր քեզ այսպես անել, եւ նա ասեց. ոչ։ Այն ժամանակ Եհովան բացավ Բաղամի աչքերը։ Այն ժամանակ Աստված բացեց իմ ու քո աչքերը, երբ որ քո էշը տանում է քեզ մի տուպիկի մեջ, ինձ ու քեզ, մի ընենց տեղ է տանում կանգնացնում, որ 3 անգամ տեսնում ես, տենց անում ես չի լինում, նենց անում ես չի լինում, լսի թե Տերը ինչ ա ուզում որ անես։ Հասկանում ես։ Ավտոն խոդ ա տալի, խոդ չի ընկնում, պետք է գնա չի լինում, ճանապարհին մի բան խափանվում ա, չէ ու չէ, էլի իր էշը քշում ա որ գնա։ Երբ որ քեզ այդ մի քանի փորձանքներ ա կատարվում, որ այդ բանը չի ուզում լինի, զորով մի արա։ Եվ նոր սրանից հետո Աստված խոսում է Բաղակի հետ, ասում է, ախ այդ ուր ես գնում։ Հիմա որ գնում ես, ես քեզ հիմա ինչ կասեմ, այդ էլ կորտնես։ Գնում է հասնում է այնտեղ ու մեծ հարստություն են տալի, փող են տալի, 7 հատ սեղան են գցում իր համար ու ասում են անիծիր, բայց նա բերանը բացում է ու սկսում է ինչ անել, օրհնել։ Գոնե կեսից, ճամփի կեսից հետ կանգնի, եթե տեսնում ես այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ չի, հետ կանգնի։ Ու տես Աստված ինչ է ասում քեզ անես։ Ու լսիր Աստծո ձայնը, թե չէ
մեքենատել կխոսա, երեխեն կխոսա, կգա երեխեն քո մոտ մի բան կասի, որ դու հեռուստացույցով մի բան կլսես, որ Տերը իրանց միջոցով քեզ կխոսա։ Ու մարդու ականջները փակ են, այս խոսքը, այս քարոզը կարակ դնեք լսելով կլսեն ու չեն լսի։ Կամ էշը կխոսա մարդը չի հասկանա, չի լսի։ Երբեմն Աստված ասում է, «Էս մի բանը մի արա», ասում է, «Ախր գիտեի, ով է ասե, խնդրում եմ, ձեռքը դիր խղճիդ ասա»։ Ախր գիտեի, որ այս բանը չի լինում, էլի, լավ չի, հենց այն գլխից էլ գիտեի։ Եղել է, ապրեք, գոնե մի քանի արդար գլխով են անում։ Հենց այն գլխից ոնց որ գիտեիր, այդ բանը ճիշտ չի։ Այս մարդու հետ պետք չէր։ Մի գործ բռնի այդ մարդու հետ, մի խոսա, ավելորդ քեզ կներվայնացնի, քեզ կհանի, հունից կհանի, քեզ կտանի ոչ ճիշտ ճանապարհով, կմոլորվես, բերանիցդ բաներ դուրս կգան, կփոշմանես։ Հասկանում ես։ Գործ չունես, մի գնա այդ ճանապարհով։ Տերն ասում է, այս ճանապարհը իմը չի, մի գնա այդ ճանապարհով։ Մի եղիր այդ մարդկանց հետ, որ Աստծո ճանապարհը չեն սիրում, չեն ուզում, Տիրոջը չեն ուզում գտնեն։ Հեռանում են, փախնում են Տիրոջ ճանապարհից։ Սեղանի մոտ նստած մոտ 40 հոգու այն օրը խոսք եմ ասել, 20 հոգի տղամարդիկ էին, հետո մի 20 հոգի կին եկան նստեցին։ Ալվարդը շատ խնդրեց, որ խոսամ, թաղմանը չխոսեցի։ Կանչել էին Տեր-Տեր, թող Տեր-Տերը խոսա, թող իրանց քահանա խոսա, ես ինչ ես ինձ տանում կրվացնում այդ մարդու հետ։ Ինքն այնտեղ ես գնում, դե կանչի, ոչ մեկ ոչ մի բան չհասկա, ես ուշադիր կանգնած լսում, Արամի հետ sense կանգնած սաղս ուշադիր, մի հատ խոսք ասի, Տիրոջ խոսքը մի հատ ասի, այդքան մարդ են հավաքվել։ Թաղման տեղ գնացողին խոսք ասի, այնտեղ ավելի շատ է բաց սրտերը։ Այնտեղ այդ քար սիրտը մի քիչ վախից, ես չգիտեմ իր վերջը տեսնալով։ Մի հատ խոսք ասի։ Երկը երկեց իր անելիքը արեց, զապիսը միացրեց ու թողեց գնաց, այդ մենք տեսանք։ Մարդ, որ խոսում է պետք է հասկանաս, այս մարդը հոգով է խոսում, թե անգիր ասում, մեկ եկա անգիր ասեց գնաց։ Ոնց որ չհավատա, որ այդ երկինքը կա, ես շատ եմ ուզում, որ այս նկարի պես լինի, որ Հիսուսը դիմավոր ես շատ եմ ուզում։ Այդ իմ ցանկությունը, մենք մեզ չխափենք սիրելիներս, քեզ չխափես, չասես, գիտես ինչ կա, մի մոտիկն է, էլի, եսին կարող է Աստված ներող է, բայց Աստված արդար է, Աստված արդար է, չի կարա հենց այդ սաղին ընդունի, կընդունի նրանց, ովքեր կգան իր մոտ, կգան իր ձայնը կլսեն, էշը կտեսնա, էշը ձայնը կլսի, մարդը չի տեսնա։ Գիտես տեղ ինչ է ասում, եւ Եհովան հրեշտակը ասեց նրան, ինչու ծեծեցիր քո էշին։ Այս 3 անգամ, ահա ես դուրս եկա հակառակվելու, որովհետեւ այդ ճանապարհը ուղիղ չէ, իմ առաջ ուղիղ չի։ Եվ էշն ինձ տեսավ, եւ այս 3 անգամ է, որ իմ առաջից քաշվեց։ Եվ եթե իմ առաջից չքաշվեր, հիմա ես քեզ սպանել էի։ Հրեշտակն ասում է, եթե էշը իմ առաջից չքաշվեր, հիմա դու կորած մեռած էիր։ Երբեմն ավտոտ է կանգնել, ես իմիջ փորձանք է, դու չմտածես, ուրեմն տենց է պետք։ Մի հատ մտածի, ինչի է տենց ելնում։ Տեր կարող է իմ ճանապարհը ճիշտ ճանապարհ չի։ Տեր կարող է սխալ տեղ եմ գնում։ Տեր կարող է սխալ մարդու հետ եմ գործ բռնել։ Տեր ինձ ասա, ինձ հետ խոսա, էշիս հետ մի խոսա, իմ հետ խոսա։ Եվ Բաղամը ասեց Եհովայի հրեշտակին, մեղ գործեցի, ըստ որում չիմացա, մեղ գործեցի։ Տես խոստովանեց, ասեց մեղ գործեցի, ինչի չլսեցի քեզ, մեղքը հենց չլսելն է Աստծուն։ Մեղքը հենց Աստծուց հեռանալն է, մեղքը հենց թողնել Կիրակի օրը ծառայությունը թողնել, ես չգիտեմ ինչ մոլորությունների մեջ գնալ։ Ես ձեզ ասեմ, սրանից սիրուն եկեղեցիներ կան, մեր եկեղեցուց սիրուն վանքեր կան, անենց ձեռքի գործեր, 1000 տարվա գործեր կան։ Բայց հայտնությունում ասում է, դա տարկ են, իմ հոգին ընդեղ չի ապրում։
Իմ խոսքը տեղ չի ապրում։ Ձեռի սարքած տաճար չի։ Իրա կենթանի տաճարը ես եմ ու դու ես։ Որտեղ ուզում է Աստծո խոսքը գա ապրի, զանգը տա քո մեջ, զանգը տա ասի՝ մի գնա, այս ճանապարհը լավը չի։ Հետ կանգնի, այս ճանապարհը լավը չի։ Դուրս արի այդ ճանապարհը լավը չի, արի իմ ճանապարհով։ Ես քեզ կտամ խաղաղությունը, ուրախությունը։ Գիտես որն է թարս ճանապարհը։ Դուրն եկել էր, եկա փող էի խոստացել, այ էդ էր։ Կրկնակի փող էր խոստացել, հավաքվել էին իշխան կար, թագավոր կար, հարուստ կար, ամենքը փող էր տվել, ասեն թող գա անիծի, թող գա սխալ բան անի, թող գա, սատանան էլ սես գալիս ասված սրան առնենք, տանենք, թող գա մեր մոտ, փող տվեք, հա։ Սատանան իրա իշխաններն ունի ստեղ, իրա մարդիկ ունի ստեղ, փող տվեք, թող գա, մենակ սրան եկեղեցու ցանեմ, տանեմ սուտ կուրքերի մոտ, սուտ տերտերների մոտ, սուտ մարդկանց մոտ, սուտ քարոզիչների մոտ, որ հանգիստ բարձը դնում են տակերը, այ փրկված է, սաղ լավ կը, չէ, այդպես չի։ Մենք պետք է հասկանանք որն է ճիշտը, որն է սխալը, որն է Տիրոջ ճանապարհը, որն է սատանայի ճամփան, որ ասենք ոչ, ես այդ ճամփան չեմ ուտում, մեղ գործեցի։ Մատթեոս 13 գլուխ եկեք բացենք կարդանք այս տեղը։ Մատթեոս 13 երկրորդ խոսքից բոլորդ գիտեք այս առակը, բայց նորից կարդամ։ Այս քննությունը մի հատ դուր բացեք էլի։ Եվ շատ ժողովուրդներ նրա մոտ ժողովեցան, մինչև որ նա նավը նստեց եւ ծովին մոտ կանգնեց եւ նրանց հետ շատ բաներ խոսեց։ Ահա սերբ ցանողը դուրս գնաց սերբ ցանելու։ Սա քննություն է, խնդրում եմ ամեն մեկը թող քննի իր կյանքը, իր անձը։ Ահա սերբ ցանողը դուրս եկավ սերբ ցանելու եւ նա սերմելիս մի քանիսը ընկան ճանապարհի մոտ։ Եվ երկնքի թռչունները եկան եւ կերան, եւ ուրիշները ընկան քարքարոտ տեղը, ու շատ հող չկար, եւ շուտով բուսան խորը հող չլինելու պատճառով, բայց երբ որ արեգակը ծագեց, տաքացավ եւ որովհետեւ արմատ չունեին, չորացան եւ ուրիշներն էլ ընկան փշերի մեջ եւ փշերը դուրս եկան եւ խեղտեցին նրանց եւ ուրիշներն էլ ընկան երկրի վրա եւ պտուղ տվեցին, որը 100, որը 60, որը 30 եւ ով լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ աշակերտները մոտ գալով ասեցին նրան. Ինչու ես առակներով խոսում մեզ հետ, ինչի է Հիսուսը սենց բաներով խոսում քեզ հետ, կարաս ասես, Ռոման ինչի է սենց խոսում, Ռոմանն էլ եկավ, Տիգրան ինչի է առակներով խոսում, ինչի է Տերը առակներով խոսում, որ հասկացողը հասկանա, ով որ իրա մարդն է, դա հասկանում է այս ինչ է խոսում, ով որ իրանը չի հասկանում։ Հիմա ով որ լսում է, ասում է մեկը ընկավ քարերի մեջ գիտես որն է, կամ ընկավ ճանապարհի մոտ, ճանապարհը չոր տեղը, ասֆալտի վրա ցորեն ցանած, տեսել է կանաչ ցորենը աճի, սիրուն ցորեն աճի, կա ասֆալտի վրա, բայց ուղիղ է, չէ, կարաս լավ ուղիղ փռես, սիրուն փռես ուղիղ, բայց մի հատ ցորեն չի աճի, ագռավներն եկան կերան, այտենց քար սրտեր գոյություն ունեն, ասֆալտ տարած սրտեր են, պինդ քար սրտեր են, Աստծո խոսքը ընկնում է ու մի քանի վայրկյան հետո հոպ եկավ ու տարավ, մի ուրիշ խոսք, այս խոսքը վերցնում տանում է, մի ուրիշ խոսք հեռացնում է, որ այդ մարդը չապաշխարի, որ այդ մարդը Տիրոջը չգա, որ այդ մարդը չգտնի Տիրոջը։ Երկրորդ ասում անգավ մի քիչ ծաղկեց, մի քիչ ծնեց, մի քիչ եկավ եկեղեցի, մի քիչ, բայց արմատ չկար, արմատի տակը քարեր էր, իրա տակ լիքը քարեր ունի, այդ քարերը չհանեց, այդ քարերը իրան տարան էլի աշխարհ։ Եվ երրորդը
գալիս էր, հող էր, լավ էր, ամեն ինչ նորմալ էր։ Բայց հոգսերը այս երրորդի մեջ եկեղեցու 70%-ն է, գիտեք։ Գնացողների սրտները բաց է, հավատում են, ասում են ես էլ եմ հավատում, բայց հոգսերը, պրոբլեմները այնքան են խեղդում, մարդ չի կարողանում պրոբլեմը գցի մի կողմ, գցի Հիսուսի վրա, տատիրոջը գաստեղ, պրոբլեմները խեղդում են, մեկը բաց թողնում, երկուսը բաց թողնում, երեքը բաց թողնում։ Այն օրը Արմենն ասում, լավ, հələ մորը հարցնենք էլի։ Ոնց է Սամվելը փոխվել է, ոնց ես կարծում։ Արմենն ասում է ես չեմ ճանաչում։ Այնքան է փոխվել։ Իրա հետ եմ խոսում։ Դուք այն օրվա աղոթքը իրա լսաք։ Դուք տեսաք հոգու ներկայությունը ոնց իջավ։ Գիտես ինչի։ Մարդը որտեղից է գալի, մենակ դուք տեսնաք Ռաֆիկ եղբայր։ Որ տեսնաք որտեղից է։ Ես ու Վիճանայում արդ քշում ենք, ճամփեն պրծավ, ասֆալտը պրծավ։ Մի ճամփայը չես հասկանում, այդում են, այդ տղա չհասանք։ Չէ ասма, հալուր կես ենք եկել, այդ ոնց թե դու ամեն անգամ ստից գա, որը հենց այդ հասկացանք, Վիճան ասեց, Սամվել ջան, դու երկնքում դու ես ինձի դատելու։ Վիճա ասի, դավայ երկրի վրա էլ թողի քեզ դատի, տեսիշ։ Մարդը գինա վճարում, չի ասում է, հոգսա, պրոբլեմա, հլը մեկը այդ ցեխերով, կիլոմետրերով գաս, որ հասնես տեղ, ստից ընտեղ, չէ, չեմ կանգամ, գործերս դեսիմ ինչ է։ Որ գալիս է ու չի թողնում, չի բաղնում, մի օր ես եկեղեցին է, մի օր են եկեղեցին է, մի օր ստեղ է, մի հատ սես է, մի հատ ես իմ ում աման գալիս, չես հասկանում ում աման գալիս, հոգուն թողած ես իմ ում աման գալիս, ես են սովորացրել, ես ով եմ որ սովորացնեմ, Տերն է սովորացնում, Տերը տեսնում է ձգտումը, Տերը բացում է, այդ սերմը գցում է իր սրտի մեջ, չորրորդ սերմը սկսում է ծլել, չորրորդ սերմը սկսում է պտուղ տալ, չորրորդ սերմը տալիս է 30, հետո 60, հետո 100, մի գեղեցիկ օր կտեսնած ձեռքը տնի ու կաղոթի, հրաշքի վրա կկատարվի, ինչի չի կատարվում, շատ ժամանակ զբաղված է սրանով, զբաղված է նրանով, զբաղված է տարբեր հոգսերով, խեղդել են հոգսերը, չի կարում հոգսը թողնի ու գա, ուստեղ խոսքը ասում է, ով ականջ ունի, թող լսի, իմ ժողովուրդը լսում է, իրա ժողովուրդը լսում է, իրա ժողովուրդը իրա ձայնը լսում է, Հովանես հայրիկ, զանգես, քո տղան քեզ չտեսնա մի 5 տարի, օրինակ, զանգես, քո ձենից կճանաչի թե չէ, դու իրա ձենը կճանաչես թե չես ճանաչի, ոչ չես ճանաչի, այ էդ են Աստծո ժողովուրդը, որ կարողանում են ձայնը ճանաչեն, ասեն էս իմ մասին է խոսում, էս ճիշտ է խոսում, էս ինձ համար է խոսում, էս կարևոր է ինձ, իմ տան փրկության համար, ինչ գիտես վաղը կապրես թե չես ապրի, ինչ գիտես վաղը ինչ օր կլինի, Եվ նա պատասխանեց նրանց ասաց, որովհետև ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները գիտենալ, բայց նրանց տրված չէ, որովհետև ով որ ունի, նրան կտրվի, ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, նրա եղածն էլ ձեռից կառնեն։ Նրա համար առակներով եմ խոսում նրանց հետ, որ տեսնելով տեսնեն, ու լսելով լսեն, ու չլսեն, և չիմանան, Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեի ասածը, որ ասում է լսելով կլսեն ու չեն լսի, տեսնելով կտեսնեն ու չեն տեսնի, 40-ից ավել մարդու հրավիրել եմ այսօր գան եկեղեցի։ Գիտես քանի հոգին ասում, հա կգանք, լուրջ եմ ասում, կանգնեցին իմ երեսին ասինք, հա կգանք, քեզ էլ են տենց ասել։ Հենց գալիս է գնալու օրը չկան, բա դու չես եկել ստեղ, քեզ եմ հարցնում, քեզ ով է բերել ստեղ, եթե Տիրոջ հոգին չի բերել, շուտ թող գնա ստեղից, ես քեզ ասեմ, մի որոշ ժամանակ կգաս, ինձ կխաբես, ինձ էլ կխաբես, սիրուն կձևանաս, բայց եղբայր,
Ինքան եմ ձեզ ինչքան ես կարոտել, ինձ պետք չի կարոտել, ինձ իմ կնիկը թող կարոտի ինձ, դու կարոտի Տիրոջը, դու կարոտի, հատես ոնց է ծիծաղում կնիկս։ Տիգրանը վեշերը հավաքեց, զբայթա, տեղ ես ազատում, որ գա, չէ, Անահիտի շատ է կարոտել, մոտը նստել է։ Այո, Տերը կարոտում է քեզ, դու էլ պետքա կարոտես Տիրոջը, դու էլ պետքա սպասես Տիրոջը, օրերը հաշվես, որ երբ է գալի կիրակի օրը։ Մարդիկ հենց գալիս է, էլ արեկավ ես կիրակի օրը։ Շապիկ եղայն, շատ մի ծիծաղի։ Այո, էլի եկավ այդ օրը, որ ես գնամ, որ ես տեսնամ, որ ես լծվեմ, որ ես ուրախանամ, ես ձեզ ասեմ, շաբաթ օրը, ուրիշ օր է, բան եմ ասում։ Նույնիսկ այն օր Սամվելին եմ ասում, Սամվել, երբ որ դու կմտնես եկեղեցի, դու ուրիշ մարդ ես ելնելու, հիշի։ Բայց հենց որ 2 ժամ հետո դու դուրս գաս եկեղեցու, դու ուրիշ մարդ ես ելնելու։ Մարդ որ գալիս աստեղ, իր հոգսերով այնքան է բռնված, չի կարողանում մնաս տեղ։ Չի կարում այդ առաջի օրը մինչև հասնում աստեղ այնքան բաներով անցնում, այնքան փշեր, այնքան խեղտով բաներ են գալիս, որ թույլ չտան գնա եկեղեցի, գնա ծառայության, բայց հենց հասնում աստեղ, Տիրոջ Սուրբ Հոգին կպնում է իրան, աղոթքները լցնում են իրան, փառաբանությունը գալիս է, սրտից սկսում է երգել, խոսքն էլ մի երկու հատ սիլայա տալի, վերջը։ Իրա տեղն է գցում, ճամփեքը ցույց է տալիս, նորից ուղվում է, հիշում է, որ սխալներ է գործել, մեղանչում է, ներողություն է խնդրում, ուղվում է, լվացվում է, ուրախանում է, դուրս է գալիս, ուրախացած, լվացված, որտեղ ասում է, ես ձեզ ռուսերեն ասում է, как из бани выходящий։ Դու կանցնես այդ բանյայով, որ ես քեզ կմաքրեմ, այն դուրը բացեք էլ աղբոտ պես բանյա ասի, հիշեցի։ Դու կանցնես ու Տերը կմաքրի քեզ։ Դու կանցնես ու Տերը կսրբի քեզ եւ կօրհնի քեզ, սիրելիս։ Առաջի Հովհաննես 2:15։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Եվ մի սիրեք այս աշխարհը։ Մի սիրեք այս աշխարհը, ռուսերեն հետաքրքիր է սրա խոսքը։ Մի սիրեք այս աշխարհը եւ ոչ էլ այն ինչ որ աշխարհքի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում ինչա չկա։ Հասկանում ես։ Ասում եմ, եթե մեկը սիրում է այս աշխարհը, սիրում է այս աշխարհի մեղքը, սիրում է այս աշխարհի կեղտը, սիրում է համար կեղտա, մեղքա, գիտի որ մեղքա։ Բժիշկները զգուշացրել են, այնա քեզ չի կարելի, ծխել չի կարելի, քո սիրտը վատ է, քեզ խմել չի կարելի, կապ չունի, աշխարհի սերը սովոր է, իր սովորությունն արդեն իր բնավորությունն է, քարացել է, սիրտը քարացել է, չի կարող ընդունի Հիսուսի խոսքը։ Մի սիրի այս աշխարհը, մի սիր, ուրեմն Աստծուն չի սիրում այդ մարդը, սիրում է մեղքը, Աստծուն չի սիրում։ Եթե մեկը աշխարհը սիրի, հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ որ աշխարհքում է, մարմնի ցանկություն։ Ինչ է սիրում, մարմնի ցանկությունն է սիրում։ Այստեղ գնանք, այս անենք, էտա մարմինը էտա ցանկանում, բայց դա քեզ չի բավարարի։ Ինչքան ուզում անես մարմնի ցանկությունը, կհոգնես, կզզվես։ Որովհետև ամեն ինչ որ աշխարհում է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Ռուսերեն ո՞նց է ասում։ Ռուսերեն ո՞նց է ասում, հələ կասեք։ Гордость житейская։ Հորից չէ, այս ամենը հորից չի, Աստծուց չի։ Աշկի ցանկությունը, աշկը ցանկացավ։
Այն օրը Վիտյանն ասում է, նախանձը, չէին կարում հասկանամ, նախանձը ինչ է։ Չէ, այն վար ասում է, պատմում էին, անեկդոտ կար, էս էլ էս առավ, էս էլ են առավ, էս էլ էս ունեցավ։ Նախանձը, մարմնի ցանկություն, տեսավ, էս մարդուն ես էլ եմ էս ուզում, դու ինչ ես էդ ուզում։ Ինչ ես էդ ուզում հենց։ Գիտես ինչի է էդ ուզում։ Էդ մարդն է ուզել, էդ մարդն է առել, էդ իրա տեսիլքն է։ Ինչ ես դու էդ ուզում, որտեղ դու նախանձ ես։ Դու էդ ես ուզում, իրանն ես ուզում։ Դու քոնը չես ուզում, քոնը կարող ավելի լավն է, բայց քոնը չունես, որ քոնն ուզես։ Աչքի տեսած, աչքի ցանկություն, այս եմ ուզում։ Մեկը եկավ մեր տուն ասել, հա դե քեզ ինչ կա սևակերպարս ես, պալատներ ես սարքել։ Քանի սենյակը ամաչեցի ասել 12 սենյակը։ Տեսա, որ արդեն այդ մարդը հետո ասի ինչ կա դրա մեջ, քարա էլի, փետա էլի։ Вообще-то ասի ես այդտեղ պահակ եմ։ Հա պահակ ես էլ գիտեի քո տունն ասում։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Արի իրար հետ ասենք այս խոսքերը։ Եվ աշխարհը անցնում է, եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Սիրելիս կատարի Տիրոջ կամքը։ Որն է Տիրոջ կամքը, գնա այդ ասա։ Գնա մեկին ասա, լսի, հարազատս, այս աշխարհն անցնում է, ամեն ինչն անցնում է, բայց Տիրոջ կամքը, ինչ որ քեզ ասում է, արա, դա մնում է հավիտյան։ Գնա քո հարազատին փրկության բեր։ Ես նորից ուրախ եմ Անահիտի համար, որ բերել է այս մարդուն։ Դու քո գործը արել ես։ Դու քո անելիքը արել ես, դու վարձք ունես երկնքում, դա փրկությունը Տիրոջից է։ Ում կգթամ գրված է, ում կողորմամ։ Դու քոնը արա, գնա մարդու կողքին նստի ասի, լսի, ճիշտ ճանապարհը էս է, էշդ մի քշի ուրիշ տեղ, ուրիշ ճանապարհներով մի քշի։ Երբ որ կնստեն քո մոտ կասեն գործերս չի հաջողվում, տակ տվեցի, փորձանքի մեջ ընկա, ես իմ ու բացի այդ խոսքը կարտասա մի հոգել էր փորձանքի մեջ ընկել, ուրիշ տեղ էր էթում, մի անգամ արիր չեղավ, լսել եք տես մարդիկան, այս գործը բռնեցի չեղավ, այսքան տակ տվեցի, այս գործը բռնեցի չեղավ, այսքան տակ տվեցի, այս գնացի այս ճամփով, ես իմ ուր գնացի, տունս կորցրեցի, ավտոն կորցրեցի, ես իմ ինչ կորցրեցի, անհաջողությունների շարան, չեք լսել, ձեր մոտ չեն ասում, թե իմ մոտ են գալիս մենակ սեզ բաներ բողոքում։ Բացի ցույց տուր այստեղ, ասա մի հոգի էր, մի թարս էշ էր նստել։ Ես չգիտեմ, կապույտ գույնի, ինչ գույնի։ Գնում էր իրա, էշը քշում էր, այս ճամփով քշում էր, չի ստացվում, ուրեմն մի ուրիշ ճամփա կա, որ Տերը քո համար բացել է, պատրաստել է։ Կարող է շատ չլինի, բայց ուրախություն լինի այնտեղ։ Խաղաղություն լինի այնտեղ։ Արդարություն լինի, մաքրություն լինի, սրբություն լինի։ Ես քեզ ասեմ, փառք Աստծո, ամեն քրոջս ու եղբորս համար, որ քո կողքդ նստած է։ Իրանք մեծ հրաշք են, քո կողքին կանգնած, լացողի հետ լացող, 4-5 հոգով գնացել ենք, գիտենք, չի գալիս, մեր աղբերն է, եղել, ես չգիտեմ, բայց մեր սիրտը ցավում է։ Մեր քրոջ հետ գնացել կանգնել ենք իր կողքին։ Գիտես, որ քո կողքին կանգնած մարդ կա, որ քո համար իր սիրտը ցավում է քո համար, ամեն շաբաթ աղոթք են անում, քեզ համար Ռաֆիկ եղբայր, քեզ համար Մելանքույր, Գայանե ջան, Արևշատ ջան, Ռոման ջան, ձեզ համար, ամեն մեկիդ համար, դա է ճիշտ ճանապարհը, որ դու էլ իրանց համար աղոթես։ Իրանց համար պատրաստ լինես մի բան անես։ Հարյուրավորները կան, հազարավորները կան, որ պիտի գան Տիրոջը։ Ես հասկացել եմ, Տերն ինձ ասել է, ճանապարհ պատրաստիր, տեղ պատրաստիր իրանց համար, որ կգան, մի քանի օրով կմնան, կլցվեն, մի քանի ժամով չէ, Սամվել, մի քանի օրով կմնան ու չեն ուզի տուն էթան, որտև տունը կլնի ընդեղ, Տիրոջ սուրբ ներկայությունը կլնի ընդեղ,
Արմենն ասում է, մտնում եմ ստեղ չեմ կարում տուն հետ, ասի Արմեն, ես вообще ուզում եմ մնամ ստեղ։ Այդ օրերը կգան, այդ ժամերը կգան, ներդիր, քո կյանքից ներդիր։ Տերը կտեսնա, ես էլ կտեսնամ, բայց ես կարևոր չեմ։ Տերը կտեսնա, որ դու իր ճանապարհների մեջ մնում ես, ուզում ես իր ճանապարհներով շատերը գան ու փրկվեն։ Կկանչեն, կբերենք այդ քարոզիչներին, այդ լավ ծառայողներին, խոնար ծառայողներին, մեր միջից դուրս կգան ծառայողները, կծառայեն անենց, հոգ կտանեն անենց, ցավը կկիսեն անենց, կգրկեն անենց, որ իրանց հարազատ մայրը տես չի գրկել։ Դուրս եկեք խնամակալներ, դուրս եկեք ծառայողներ, դուրս եկեք գնացեք մեկի ցավը տեսեք, գրկեք, խոսք ասեք, աղոթեք։ Թող այդ մարդիկ ապաշխարեն։ Միտեղ էլ կարդամ ու կվերջացնեմ։ Հովհաննես 3:16։ Անգիր գիտեք այդ տեղը։ Ռոման գիտես չէ այդ տեղը։ 3:16. Ибо так возлюбил Бог мир, что отдал Сына Своего Единородного. Բարձր ասեք էլի։ Այո, Թաթա Սիմոնն է անել երկմա 16. Մի քիչ ժամանակ էլ չեք տեսնի ինձ, մի քիչ ժամանակ էլ չեք տեսնի ինձ եւ դարձյալ Հովհաննես 16 եմ բացել։ Հովհաննես 3:16 եմ բացել։ 3:16 Որովհետև Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, ով որ եւ ամեն ով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց, որ այս աշխարհը դատի, այլ այս աշխարհը նրանով փրկվի։ Աստված ուղարկեց, որ քեզ, ինձ, բոլորին փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, եթե դու հավատում ես իրան, դու էլ չես դատապարտվի, դու դատաստանին չես գնալու, ես ու դու դատաստանին չեն գնալու, սիրելիս, մնա այս ճանապարհի մեջ, դուրս մի արի այս ճանապարհի մեջից, մի ընտրի ուրիշի ճանապարհները, թող աշխարհը քեզ չգրավի, չքաշի, ուրիշի ճանապարհներ, ուրիշ ցանկություններով քեզ առնեն, տանեն, լավ գործ առաջարկեն, ես չգիտեմ ինչ ուզում առաջարկեն, թող քիչ լինի, բայց քո տիրոջ տան մեջ ժամանակը չառնեն քեզանից։ Եվ սա է դատաստանը, որ լույսը եկավ այս աշխարհ, եւ մարդիկ խավարը ավելի շատ սիրեցին, որովհետեւ նրանց գործերը չար են, ինչի չեն գալիս եկեղեցի, սիրելիս, հարց տվել ես ինչի չեն գալիս, որովհետև խավարի գործերը սիրում են ու չեն գալիս լույսի մեջ, չեն գալիս, գիտես ինչ ես դու գալիս, գիտես որ գալիս ես դու մեղավոր չես, դու էլ մեկ մեղքեր ունես, բայց այդ մեղքը բերում ես լույսի մեջ, բերում ես տեղ խոստովանում ես, բերում ես տեղ խոսք ես լսում, որ այդ խոսքը քեզ հանդիմանում է ու դու ասում ես մեղավոր եմ, մեղավոր եմ Տեր ներիր, Տերը ներում է, էդ էլ ջնջվեց, մաքուր ձևով դու գնում ես նորից աշխարհ, շփվում ես աշխարհի հետ, քայլում ես աշխարհի մարդու հետ, մի խառնվի, մի ցանկացի իրանց մեղավոր գործերը, որովհետև ամեն չար գործ ատում է լույսը, ամեն չարը գործողը ատում է լույսը, ատում է լույսը, ատում է նաև քեզ ու ինձ սիրելիս, քեզ էլ կատեն, դուրս է գալիս հետևից ասում է, այն չա է խոսում այն մարդ։ Գիտես ինչ է խոսում, քո մեղքերը քո երեսին ասում է։ Այ դրա համար էլ չես սիրում ինձ։ Այ դրա համար էլ Հիսուսին չսիրեցին։ Այ դրա համար էլ չսիրեցին քեզ, որ վաղը կանգնես, դեմները ասես։ Մի գնա նստի ծնունդներին, կնունկներին, քեֆերին, սուս բերանը փագի, արաղը վերցնեն, սրակենացնեն, մի բառ չասես։ Մի բառ չասես,
դասընկերներս եկել են, իմ կենացն է խմում։ Ասի լսեք, ես էլ ձեզ բան ունեմ ասելու ու տալու։ Ամեն մեկին մի հատ Աստվածաշունչ նվիրեցի։ Բառ չասեցի, քար լռություն էր։ Եկան պաչեցին, ինչ արեցի, գնա կարդա։ Էդ էլ պաչեցին, ինչ արեցիր, գնա կարդա, այդ խոսքը թող այսպես մտի այստեղ տեղ ունենա, սրտիդ մեջ գրվի, որ քեզ թույլ չտա աջ ու ձախ նայես։ Խաղաղությունը պինդ բռնի պահի, Տերը քեզ տվել է զորություն, խաղաղություն, ուրախություն, որ հաղթես չարի, գցես չարի գործերը ենքով, ասես ես Տիրոջն եմ պատկանում, սխալ եմ, մեղավոր եմ, ինչ եմ, կգամ Տիրոջ մոտ, աջ ու ձախ չեմ գնա, այս է իմ ճանապարհը, մեր երեխեքին այսքան ասում եմ, մեր երիտասարդները վաղը պետք է ամուսնանան, ասում են ինչ գործ ունի լույսը խավարի հետ, Բայց եթե դու լույսի մեջ ես, եկել ես տեղ, եկեղեցի, քո ամուսնուն բեր ես տեղ, վաղմյուս օր քո ուզած տղային, Մարիամ ջան, Սոնցե ջան, ձեր ուզած տղաներին, Մանե ջան, վազելու են հեսա ձեր հետևից, վազելու են։ Քիչ մորթ է բանը։ Չեմ ան ձեր հերերը ոնց են տալու։ Բայց ես չեմ տալու ձեզ։ Ինչի ձեր մեջ լույս են տեսնալու, մաքրություն են տեսնալու, հայհոյանք չեն տեսնալու ձեր բերանում, սիգարետ չեն տեսնալու ձեր բերանում, մաքուր են տեսնալու, դրա համար շատերն են ուզելու, այո, շատերն են ուզելու, բայց իրաց չի հասնում, լավերը պետք է ուզեն, ոչ թե շատերը, նրանք ովքեր լույսի մեջ են քայլում, ոնց որ դուք, նրանք ովքեր գիտեն այս խոսքը, երեխեք, այս խոսքն է մեզ պահում, որ մենք մարդ մնանք, հլը սայթակում ենք, սխալներ ենք գործում, լիքը սխալներ, սոնց է, ստեղ լսի, լիքը սխալներ, բոլորս, քո ծնողները, մեր ծնողները, բոլորս, վաղը ծնող կլնենք, սխալ չգործեք, հանգարտ սխալ չգործեք, անսխալ կլնենք, Սուրբ կլնեք, մի հատ սխալ չգործեք, մենք առաջի անգամ ենք ծնողել, սխալներ ենք գործել, բայց մեզ օգնել է այս խոսքը, որ իրար չթողնենք, որ չթողնենք ու փախնենք, այսօր դու կթողնես կփախնես, վաղը քո աղջկան ու տղային կսովորացես, ոնց թողնեն տունը ու փախնեն, հենց գա նեղությունը կթողնեն ու կփախնեն, դրա համար բաժանված, մենակ, տխուր, տրտում ընտանիքներ կտեսնանք, մնա Տիրոջ մեջ, Տերն էլ կմնա քո մեջ, քո հետ կպատերազմի, կհաղթի, հաղթանակը նվեր կտա քեզ, դու չես կռվի, ինքը կկռվի կտա քեզ, որովհետև ամեն չար գործ ատում է լույսին եւ չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն, սիրելիս, արի դեպի լույսը, արի դեպի Տերը, թող Տերը քեզ ավելի մաքրի ու սրբի, փառք Տիրոջը, արի ոտքի կանգնենք, աղոտ կանենք, թող Տերը լուսավորի մեր կյանքը ու մաքրի մեր կյանքը, Դավիթ ջան կբարձրանանք մի հատ երգ երգեք մեզ հետ միասին, մի հատ լավ երգ երգեք, որ շատ լավ երգ երգեցին, այսօր մեր փառաբանությունը շատ լավն է, երեխեք, աղբերներ, քույրեր, աղոթեք իրանց համար։ Սատանան չի ուզում, որ լինի փառաբանությունը, չի ուզում, որ լինի զոհաբերությունը, չի ուզում, որ լինի խոսքը։ Այս երեք բանը Սատանան չի ուզում, որ լինի։ Հենց գողացավ քեզանից փառաբանությունը, տրտում երգեր կբերի կտնի, մի հատ մուղամ կմիացնի քեզի, այդ տենց քեզ կպահի։ Հենց գողանա քեզանից զոհաբերությունը, բարությունը, բարի գործելը, Տիրոջ տուն պահելը, կգողանա քո օրհնությունը։ Քո ցանքը գողացավ, սերմը կերար, ինչ կցանես, ոչ մի բան, ինչ կհնձես, ոչ մի բանը չես հնձի։ Են ծերը ծերին է, որ ասում, ծերը ծերին հազիվ, հիշի, եթե դու ծերը ծերին ես հասցնում, դու օրհնություն չունես։
Ես քեզ բան եմ ասում։ Եթե դու ծերը ծերին ես հասցնում, դու չես վստահում Տիրոջը, ես քեզ բան եմ ասում։ Լսի, Տերը ինչ է ասում։ Տերը ինչ է քեզանից ուզում։ Կարող է Տերն ասում, լսի, ցանի, որ հնձես։ Չէ, Տերը չի ասում, ես իմ ճամփով, իմ ճամփով։ Հազիվ կհասցնես։ Փառք քեզ Տեր Աստված մեր։